Արդյոք հավատքը պարզապես մարդկանց ցանկությունների արդյունք է։ Ավստրիացի հոգեբան եւ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ կրոնը ծնվում է մարդու ամենախորը ցանկություններից։ Մարդը ցանկանում է պաշտպանություն, արդարություն, հավիտենական կյանք եւ այդ ցանկություններից ստեղծում է Աստծո գաղափարը։ Բայց արդյոք սա նշանակում է, որ Աստված գոյություն չունի։ Իհարկե ոչ։ Եվ դրա պատճառը շատ պարզ է։ Ֆրոյդը փորձում է բացատրել, թե ինչու է մարդը հավատում, բայց Աստծո գոյության հարցը բոլորովին այլ հարց է։ Նույնիսկ եթե ընդունենք, որ որոշ մարդիկ հավատում են Աստծուն հոգեբանական կարիքների կամ ցանկությունների պատճառով, դրանից դեռ չի հետևում, որ Աստված գոյություն չունի, որովհետև համոզմունքի ծագումը չի որոշում դրա ճշմարտացիությունը։ Եթե ես ասեմ, որ 2 գումարած 2 հավասար է 4, որովհետև այդ թիվն իմ սիրելին է, իմ պատճառը ծիծաղելի է։ Բայց դրանից 2 գումարած 2-ը չի դադարում 4 լինելուց։ Իրականությունը չի փոխվում մեր ցանկություններից։ Ավելին, նույն հարցը կարելի է տալ նաև հակառակ կողմին։ Իսկ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Աստված գոյություն ունենա, որովհետև այդ դեպքում ստիպված կլինի ընդունել վերջնական բարոյական պատասխանատվություն, արդյոք դրանից հետևում է, որ Աստված գոյություն չունի։ Իհարկե ոչ։ Երկու դեպքում էլ մենք խոսում ենք մարդու հնարավոր հոգեբանական դրդապատճառների մասին, այլ ոչ թե Աստծո գոյության հնարավորության։ Աստծո գոյությունը պետք է գնահատել փաստերով եւ տրամաբանությամբ, այլ ոչ թե միայն մարդու հոգեբանական ցանկություններով։ Այսպիսով, Ֆրոյդը կարող է ճիշտ լինել, որ որոշ մարդիկ հավատում են Աստծուն հոգեբանական ցանկությունների պատճառով։ Բայց նույնիսկ եթե դա ճիշտ է, դա ոչ մի բան չի ասում այն մասին, թե Աստծո գոյությունը դրանով ապացուցվում կամ հերքվում է։